Ինչու եմ ես մշտապես փքվում, կասեք ինչն է պատճառը։ Մշտապես փքվածության պատճառները տարբեր են լինում։ Այստեղ պատճառը միայն գազերը չեն։ Փքվածությունը կարող է լինել ինչպես մարսողական խնդիրների հետ կապված, եւ այն կարող է վերջանալ մինչև նյարդային համակարգի գեր-լարված վիճակով։ Մարսողական խնդիրներից կարող է լինել փորկապությունները, փորլուծությունները, լակտոզ-գլուտեն անտանելիությունը, խոցային հիվանդությունը, լեղաքարային հիվանդությունը, սրանք բոլորը կարող են փքվածության պատճառ հանդիսանալ։ Օրինակ, տնային պայմաններում, որ դուք ինքներդ ձեզ կարող եք ախտորոշել, փքվածության պատճառներից մեկը դա լակտոզային անտանելիություն է։ Միջին տարիքի մարդկանց մոտ այն արդեն դիտվում է։ Ինչ ենք անում նման դեպքում։ Դա անտանելիություն է կաթնամթերքի հանդեպ, ինչ ենք անում։ Նման դեպքերում մի շաբաթ 10 օր բացառում են կաթնամթերքը։ Եթե ձեր փքվածությունը անցնում է, ես ձեզ շնորհավորում եմ, ուրեմն դուք հարցին լուծում եք գտել։ Երկրորդ պատճառը դահլիճներում բարձր բակտերիալ աճն է։ Երրորդ պատճառը կարող է լինել ստրեսը։ Երբ ձեր նյարդային համակարգը լարված է, աղեստամոքսային տրակտի շարժունակական ֆունկցիան դանդաղում է։ Ուստի նման դեպքերում մենք փքվածությունը, մի զարմացեք, սիրելի բաժանորդներ, մենք անգամ այդ հիվանդությունը բուժում ենք անտիդեպրեսանտներով։ Ես գաստրոենտերոլոգ եմ եւ ասում եմ, որ ես շատ հաճախ փքվածությունը, ֆունկցիոնալ այրոցը բուժում եմ անտիդեպրեսանտներով։ Եղեք տեղեկացված եւ մի մոռացեք միանալ դոկտոր Հասմիկ Թաշյան YouTube-յան էջին։